Տիկին Սաղյան, բարև ձեզ, շնորհավորում եմ, որ գրանցին նաև ձեր ուժը մասնակցելու ընտրություններին։ Տիկին Սաղյան, այսպիսի հարց տամ, ինչ հույսեր ունեք ընտրությունների հետ կապված մասնավորապես ձեր ուժի վերաբերյալ եւ 19 ուժ է մասնակցելու ընտրություններին, շատերն են նշում, որ սա գոյապայքար է լինելիության գոյապայքար է Հայաստանի Հանրապետության, այդ առումով նաև խոսում են, որ ինչքան շատ լինեն մասնակիցների թվերը, այնքան շատ ձայներ կփոշիացնեն, սրա հետ կապված ինչ կասեք։ Վերջից պատասխանեմ, ձեր հարցին, նախ ձայներ փոշիացնելու այդ թեզը առհասարակ լավ կլինի հանվի շրջանառությունից, դա մեկ, երկրորդը մենք հույսով չենք առաջնորդվում, մենք կատարում ենք մեր աշխատանքը, ընտրությունները հայտարարելու օրվանից ի վեր մենք աշխատում ենք, մենք գիտենք մեր ներուժը, մենք այցելություններ ենք արդեն կատարել մարզեր եւ Երևանում շատ հանդիպումներ ենք ունեցել եւ շարունակելու ենք իհարկե հանդիպումները այլևս ընտրարշավի շրջանակներում այնպես որ հույսի կարիք մենք չունենք, մենք գիտենք, որ այն ինչ որ մենք նախատեսել ենք, մենք ունենալու ենք ընտրությունների արդյունքում ուղղակի իմ կողմից կարծում եմ կոռեկտ չի լինի, որ հիմա ինչ-որ գուշակումներ ես այստեղ ասեմ, կանխատեսումներ։ Սոցիալների վրա որոշակի առումով հիմնվելով ձեր նախատեսածը կարող եք ներկայացնել միավորում այս կամ այն ուժին, որն է նպատակը լինելու։ Միավորումի մասին արդեն մեր առաջնորդները եւ մեր ցուցակ առաջնորդող Վաղարշակ Հարությունյանն է արտահայտվել եւ Ան Բաբայանը մեր կուսակցության նախագահ, որ այս պահին մենք չենք տեսնում նման հնարավորություն, բայց հետագայում տեսնենք ազգային ժողովում կհայտնվենք, կհասկանանք ինչպիսի կոնֆիգուրացիա կլինի, այս պահին ոչ, մենք չենք դիտարկում որևէ կոալիցիա կամ որևէ ուժին միանալու, դրա մասին հայտարարություններ եղել են։ Ինչ վերաբերում է սոցհարցումներին, եկեք շատ մեծ վերապահումով դրան վերաբերվենք, որովհետև յուրաքանչյուր մարդ ով հնարավորություն է ունենում խոսել կամերաների առջև, ասում է մենք ունենք մեր սոցհարցումը, սենց արդյունքներ են։ Իհարկե մենք պիտի մի քիչ ավելի իրատեսական լինենք եւ ուզում եմ ասեմ, որ որոշողը լինելու է հայ ժողովուրդը, հունիսի 7-ին կոչ եմ անում բոլորին տանից դուրս գալ եւ գալ ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տալ նրան ում ցանկանում եք, բայց անպայման եկեք ընտրատեղամաս եւ մասնակցեք ընտրություններին, դա կարեւոր է։ Եվ Տիկին Սաղյան, Վաղարշակ Հարությունյանի ներկայությամբ պայմանավորված շատ է շահարկումները, որ իշխող քաղաքական թիմի հետ է ժամանակին համագործակցել, եթե կարելի է այդպես ասել, եւ հիմա որոշակի առումով մտահոգություն չկա, որ կարող է ստվեր գցել ձեր կուսակցության ընդդիմադիր լինելու, փորձում են նաեւ կապել, որ իշխանամետ ուժ է, եթե Վաղարշակ Հարությունյանը ներկայ է կուսակցության մեջ։ Իհարկե սա երևի պատեհարիթը չի, բայց կարճ անդրադառնամ, թեպետ մենք շատ ենք խոսել այդ մասին։ Վաղարշակ Հարությունյանը ընդունել է պաշտպանության նախարար պաշտոնը նոյեմբերի 20-ին, ինչպես կրկնվեմ, մենք բազմիցս անդրադարձել ենք դրան, ելնելով նրանից, որ նա ռազմական գործիչ է, նա սպա է եւ ընդունել է այդ պաշտոնը տեսնելով հայկական բանակը ինչ վիճակում է գտնվում եւ Հայաստանը ինչ վիճակում է գտնվում։ Այստեղ վարչապետի անձը ոչ մի դեր չի խաղացել, մարդը ընդունել է պաշտոնը, որպեսզի անի այն, ինչ պիտի անի, որովհետեւ դա իր մասնագիտությունն է։ Եվ վստահ եմ, որ ոչ մի ստվեր չի գցի մեր կուսակցության վրա Վաղարշակ Հարությունյանի ներկայությունը մեր ցուցակում եւ անփաստ է, որ նա առաջնորդում է մեր ցուցակը։ Այն մարդն այնքան բան ունի արած այս երկրի համար, բանակաշինության գործում, մեր պետության կայացման գործում, որ բացի դրական արդյունքներից նա ստվեր ոչ մի պարագայում չի գցի մեր ցուցակի վրա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։